Բարձրաստիճան հոգևորականների հանդիպումը Փաշինյանի հետ ինձ համար լրիվ հասկանալի դարձրեց ինչու են հայկական եկեղեցիները Արցախում այլևս անբնակ, ինչպես են տիրություն արել Արցախում մեր համայնքին, ինչպես են կովերի պարտեզը դարձրել ոչ հայկական, այսպես ոմանց թեթև ձեռքով։ Այսօր լրատվականին ասաց նժար սահմանադրական շարժման համահիմնադիր նախկին իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։ Նրա խոսքով մի բան է, երբ քաղաքացիական կյանքով մարդիկ են դավաճանություն անում, մի բան է, երբ օծում ունեցող մարդիկ են այսպիսի քայլերի դիմում։ Սա նաև պատասխանն է մեր հասարակությանը, թե ինչ է լինում, երբ տեր չես կանգնում քո համար արժեքավոր երևույթներին, եկեղեցուց մինչև դատարաններ, երբ հատուկ ծառայությունները քո երկիրը պաշտպանելու փոխարեն կոմպրոմատներ են հավաքում եւ հետո իրենց թույլ են տալիս այդ կոմպրոմատները օգտագործել առանձին դեպքերում։ Միայն Նավասարդ Կճոյանի ներկայությունը այդ հանդիպմանը բավարար է այս պնդումն անելու համար, մնացածի մասին տեղեկություն չունեմ, բայց ենթադրում եմ մեր հատուկ ծառայություններն ունեն։ Հիշեցնենք, որ Տեր-Նավասարդ arczepiskopos Կճոյանը տարիներ շարունակ մամուլում հայտնվել է իր բենթլիներով, փողերի լվացման ու օֆշորային սկանդալներով։ Մինչև հիմա իշխանությունների բոլոր գործողությունները, որ իրականացվել են Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ, հակասահմանադրական ու քրեորեն պատժելի են։ Կապ չունի եկեղեցու դռները ոտքով կբացեն, թե կստիպեն, որ ներսից բացեն։ Բացարձակ էական չէ։ Եկեղեցու հետ կապված գործընթացներում Նիկոլ Փաշինյանը քրեորեն պատժելի, հանցավոր գործողություն է իրականացրել, եւ ովքեր նրան սատարել են, հանցակիցներ են։